Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 18-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 18-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի են, միգուցե ձեր հարսանիքն է։ Միգուցե նաև գործարք է, որը այդ օրն եք կնքում, ինչ-որ պայմանագիր է, կամ աշխատանք է, որը այդ օրը կանեք, որը միշտ անում եք։ Ոնց որ ցիկլային աշխատանք է և մշտապես այդ աշխատանքով եք զբաղված, այդ օր եւս կզբաղվեք։ Դե եթե հարսանիքի եք կամ ոչ առիթի, ապա այստեղ ընտրության առջև եք, թե ինչ հագնեք, ինչ բիժուտերիա կրեք եւ այլն։ Եվ նաեւ համենայն դեպս յուրաքանչյուր մարդ ոչ ընտրության առջև այդ օրը կանգնած կլինի։ Ոչ մի հարց է, որը կարևոր է ձեզ համար եւ պետք է ընտրություն կատարեք։ Նաեւ այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, այն գործերը, որոնք որ մնացել էին։ Նաեւ Կարող ճանապարհներին լինել, այսօր կողմ գնալ շատ, եթե հարսանիք է հնարավոր է։ Նաև դա կարող է լինել գործերի առաջ մղում, ինչ որ մի գործերը, որոնք որ մնացել էին, դրանք կարող եք առաջ մղել։ Նաև մեքենայի ձեռք բերում է սա, կամ մեքենա եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է մենակ վերաբերվում։ Թռնում եմ անցյալից ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ հիշել։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 18-ին։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Փոփոխությունը, բայց կարծես թե լավը չի, ըստ ընդհանուր քարտերի այդ փոփոխությունը այդքան էլ լավը չէ։ Տեսնենք։ Չէ, գուցե վիրահատություն է ուղղակի, կողը երեխա է ծնվում, հղիություն է, եւ այստեղ պետք է վիրահատություն կատարվի։ Այսինքն կեսարյան, գուցե պետք է շտապ արվի։ Մի խոսքով, այստեղ նաեւ հղիություն է, ծննդաբերություն, փոփոխություն բնակարանում, տարածքում, նաեւ ընդհանուր փոփոխություն է մտնում ձեր կյանք, թե իմ ամեն մեկի մոտ փոփոխությունը տարբեր կլինի։ Նաեւ այդ օրը կարող եք վիճել ինչ-որ մարդկանց հետ, միգուցե նաեւ տուն եք մաքրում եւ այստեղ եթե տուն եք մաքրում, ապա զգուշացեք սուր գործիքներից, իսկ եթե վիճում եք, կարող եք հստակ կտրուկ քայլ անել, կտրուկ որոշում կայացնել։ Եվ կարող է հետո փոշմանում եք, ընդհանրապես այս քարտով հետո փոշմանում են միշտ, դրա համար պետք է ուշադիր լինել այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 18-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, ասեի ձեր տղայի։ Շատ եմ տեսնում, տղաները վերադառնում են բանակից, նաև իհարկե գերիների վերադարձ, մենք էլի շատ տղաներ ունենք, որոնք մայրերը սգում են երեխաների մահը, որ երեխաները կվերադառնան, ոչինչ, այդ օրը կգա եւ օրը իմ բառերը կհիշեն։ Նաև այդ օրը ինչ-որ մի տղայի հետ կարող եք հանդիպել կամ շփվել։ Միգուցե հեռվից է, հեռու է ապրում, միգուցե ինտերնետի միջոցով, ծանոթություն է սա, ինտերնետի միջոցով շփում է սա։ Եվ կարող գնում է հեռու կամ գալիս է հեռվից։ Եվ կարող է այդ տղային եք հանդիպում, կարող է ձեր ցանկությունները այդ տղային տեսնելը, կամ եթե տղա ունեք, ապա կամ ամուսինը, մի խոսքով ինչ-որ մի տղա է, ում ցանկություններն են իրականանում։ Այդ օրը նաև ոմանք կարող են վիճել, ոմանք էլ կարող են նաև տուն մաքրել։ Կիրակի հավանականություն մեծ է, որ տուն մաքրեք։ Եվ այստեղ ոչ հաջողություն ունեք, ինչ-որ մի բան հաջողությամբ կավարտեք, մեկ ակնթարթ մի պահ, որ դուք էլ կարող չեք սպասում։ Այսքանը ձեզ համար, միգուցե տղան է վերադառնում տուն, դա է հաջողություն եւ չեք սպասում այդ օրը պիտի գա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 18-ին։ Նամակագրական կապ ունենաք խորհրդության մարդկանց հետ, միգուցե ինչ-որ փաստաթղթերը քսերոքսանում, եթե իհարկե բաց են։ Դա ինչ է բոլորի մոտ սա են գնում։ Հիստերիկ քարտ հանենք։ Նաև կարող ցուցակ եք կազմում, հետո ցուցակով գնում եք խանութ, օրինակ, ինչ որ։ Նաև դա ինչ որ բաներ եք կարող հաշվում, գրում եք։ Կորուստը տեսնենք, սա ինչ կորուստ է, կամ մանր-մունր խնդիրներ են, որոնց պատճառով վիճում եք, կամ կորուստ է, եւս էլի վիճում եք, կամ կարող է այստեղ տուն մաքրելուց ինչ-որ մի բան եք կորցնում, եւ կարող շատ կարեւոր է, այստեղ կարող ընտանիքի անդամներին է վերաբերվում, եւ այստեղ եւս ուշադիր ենք լինում։ Ամենաառաջինը ձեր ամուսնական մատանին, նա ամենաառաջինը, եւ հետո ամուսին, կին, այստեղ ընտանիքի անդամներ, նաեւ գործընկեր։ Այդտեղ պետք է շատ ուշադիր լինել, որովհետև այստեղ կորուստը հենց տվեց սա, կամ վստահություն ընտանիքի անդամների հանդեպ, կամ նաև գործընկերոջ, եթե գործընկեր ունեք։ Ասում է բերանը պետքա փակ պահել։ Եթե չեք ուզում, ինչ-որ մի բան, կամ մանր-մունր խնդիրները, որը միասին եք լուծում, միգուցե ինչ-որ խնդիրներ մեկ այլ տեղ է եւ ձեր զույգն է գալիս ձեզ օգնում։ Եվ նաեւ այդ օրը վեճ ոմանց մոտ է սա կարող է լինել տուն մաքրել, տունում այտենց հիմքից մաքրում եք ու բորկա եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 18-ին։ Մանրուքների հետևից եք ընկնելու, կամ սա նաև ասում է յուրաքանչյուր հարցում մանրուքները ուսումնասիրեք, բաց մի թողեք այդ մանրուքները, որովհետև մանրուքների մեջ կարող լինել խնդիրներ։ Մանր-մունր գործեր եք անելու, մանր-մունր պատվերներ են, դրանք եք անում, կամ աշխատանքի վայրում ինչ որ մանր-մունր բաներ են, որոնք որ պետք է անեք։ Նաև սա զույգ ինչ-որ մի բան է, որ պետք է անեք։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ աղջիկա հետ, միգուցե երկու գործ մեկ ժամանակահատվածում պետք է անեք։ Այդ աղջիկը կամ օտար երկրից է, ում տեղեկատվություն կլսեք, միգուցե գալիս է, միգուցե դուք եք գնում իր մոտ, ձեր աղջիկը կարող է լինել փայլել, ինչ-որ մի բան տեղի ունենա եւ փայլի, նաեւ Սա կարող այդ աղջիկա ցանկություններն է իրականում։ Եվ նաև այստեղ հաջողություն ունեք։ Գուցե իր ցանկությունները նաև ձեզ հաջողություններ են բերում։ Հաջողություն թե մեկ ակնթարթ է, ինչ-որ մի բան կարող եք անել եւ դա ձեզ հաջողություն բերի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Տունն ընկավ, տան հետ կապված ինչ-որ հարցեր են։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 18-ին։ Միևնույնն է ընկավ, էլի պետքա լիներ։ Գուցե առիթ է, գուցե ինչ-որ աղջիկա առիթ է, ուրախ է, կամ գալիս է տուն, կամ դուք եք գնում, սա նաև տեղափոխություն է, հյուրեր, մաքրություն, տան հետ կապված է, ինչ-որ կողբորկա եք անում, գիրակի է, մի հատ լավ տակից վերևից մաքրում եք։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, այդ օրը էներգիայով լցված եք, որ ամեն ինչ կանեք, կհասցնեք։ Տեսնենք ով է այս աղջիկը, կամ ուժային կառույցի աշխատող է աղջիկ է, կամ ուժեղ աղջիկ է, այսինքն տղամարդ աղջիկ է, ամեն հարցում կարող եք հույսներ դնել իր վրա, ինքը յուրաքանչյուր գործ կարող է անել։ Գուցե պետական աշխատող է, որ հանդիպում եք այդ օրը։ Ինչ-որ մի աղջիկ է, որ ձեզ կաջակցի այդ օրը կօգնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։
Ինչ է սպասվում ձիերին հունվարի 18-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երկու աղջիկել հետ, տարբեր տարիքային կանանց հետ, մեկը մեծ է, մեկը երիտասարդ, մեկը ընկերուհի կարող է լինել, մյուսը մայրը, մորաքույրը եւ այլն։ Տեսնենք ով է առաջինը։ Իր հետ կամ մանր-մունր գործեր եք անելու, կամ ինչ-որ բաներ կարող ձեզ առաջարկի եւ պետք է անպայման ուսումնասիրեք մանրուքները։ Երկուսով ինչ-որ գործեր եք անում կամ սա նաեւ զույգ է։ Նայեք, այստեղ նույն աղջիկն է։ Գուցե զույգ է սա, նոր ծանոթություն է ոմանց համար։ Իսկ մյուս աղջիկը տեսնենք ով է։ Կին է, հա, նա։ Իր հետ կարող եք ուղղակի երկար ինչ-որ միտեղ մնալ, ինչ-որ միտեղ գնալ եւ երկար մնալ։ Նաեւ միգուցե ինչ-որ կին է, որի կյանքը ինչ-որ մի ոլորտ, հա, կյանքի ոլորտ կարող է կայունանալ։ Կարող ձեր մայրն է եւ իր մոտ ինչ-որ մի բան է լավանում, օրինակ ընդունվում է աշխատանքի, գործերն են լավանում կամ անձնական հարաբերություններն է կարգավորվում։ Ինչ-որ մի բան է, որ լավանում է։ Եվ այդտեղ շատ շփում կունենաք, գուցե իրոք։ Եվ այս աղջիկի հետ եւ այս կնոջ հետ ընդհանուր բավականին շատ շփում ունենաք։ Նաեւ ուշադիր եղեք լեզվակռվի հետ կապված եւ բամբասանքների։ Գուցե ինչ-որ ոլորտ է կայունանում, հա ոնց որ մարդու անձնական կյանքը նորմալանում է եւ սկսում են դանակավորները շատանալ։ Կարող սկսում են բամբասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերին նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 18-ին։ Այստեղ վեճ է կամ տուն եք մաքրում։ Կամ եթե վիճում եք, հա, ինչ-որ մի թեմայի շուրջ է, որից հետո այդ ինչի համար որ վիճել եք, այդ ամենը կկարգավորվի ձեզ մոտ։ Նաև դա տուն եք մաքրում, ինչ-որ բաներ եք կարգի բերում, որը անհրաժեշտ էր կարգի բերել, որպես վաղուց մնացել էր։ Եվ վեճը չենք մոռանում։ Նաև ոչը ոլորտ է, ոնց եթե անհանգստանում եք այդ ոլորտի հետ կապված, ապա այդ ոլորտը հիմա ավելի հանգիստ կլինի, ավելի նորմալ կկայունանա, ձեր ցանկությունները նաև կիրականանան, միգուցե դուք ուզում եք, որ այդ ոլորտը ի վերջո իր տեղը գտներ, նորմալանար, որ դուք էլ չանհանգստանայիք։ Այդ որ կարող ցանկություն պահել, նաև եթե հեռվում հարազատ ունեք, կարող իր մասին ոչ տեղեկատվություն իմանաք։ Նաև դա կարող է լինել ինչ-որ ճանապարհորդություն, մաստղի նման կարող եք փայլել, ինչ-որ մի բան լինի, այնպես ինչպես որ ձեր ցանկությամբ էր, ձեր մասին մարդիկ իմանում են։ Միգուցե խոսակցություններ կար եւ հիմա ավելի նորմալանում է այդ ոլորտը։ Ոնց որ հեղինակության հետ կապված խնդիր կար, հիմա կարգավորվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 18-ին։ Ժամադրություն կարող է լինել, նաև անակնկալներ, նվերներ, ուրախություն, բարձր տրամադրություն։ Դա կարող է ծնունդ է, գնում եք ծնունդի, նվերներ եք տալիս կամ ձեր ծնունդը կարող է լինել դուք նվերներ ստանաք, այդ որ որոշ գործեր կանեք առաջ կմղեք, այն գործերը, որոնք որ մնացել էին, հա, դրանք առաջ կմղեք։ Նաև դա ճանապարհ է, կարող շատ ճանապարհներին լինել կամ ինչ երկար ճանապարհ գնալ, նաև մեքենա գնել, նաև գիտեք, այստեղ հետևում խոչընդոտներ կան, դա է մի փոքր, հա, տեսնեմ այս խոչընդոտները տեսնեմ կապված է այդ ճանապարհների հետ։ Չէ, խոչընդոտները կապված չեն ճանապարհի հետ, այնպես որ ճանապարհը հանգիստ կարող է գնալ, այդ խոչընդոտներն կվերանան, եթե իհարկե ինչ-որ խոչընդոտ արկա կլինի, այդ խոչընդոտները եւս շատ արագ կվերանան։ Բայց տեսնենք, ինչի հետ է կապված խոչընդոտը, ինչ-որ ձևով կարող ասել։ Խաբեբա մարդկանց, խաբեբա եւ կարող է դուք որոշեք մի փոքր
այդպես խորամանկ լինել եւ ճիշտ կարողանաք ինչ-որ մի բան անել եւ այստեղ խոչընդոտների հանդիպեք։ Խորամանկորեն իրոք պետք է այնպես անեք, որ այդ խոչընդոտներից ազատվեք։ Չլսեք այդ օր ընդամենը խաբեբաներին, որտեղ իրենք կարող են գցել խոչընդոտների մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 18-ին։ Խաբեություն, սուտ, կապիկների քարտերն եկան ինձ, մեզ։ Այստեղ կամ դուք եք խորամանկ, կամ խորամանկ մարդիկ կարող են լինել, տեսնենք խորամանկ մարդիկ են լինելու։ Այո, խաբեբան մարդիկ են, այդ օրը ոչ ոքի մի վստահեք, ոչ ոքին ոչ մի հարցում մի դիմեք, այնպես արեք, որ ոչ ձեզ համար խնդիրներ ստեղծեն իրենք, ոչ էլ ինչ-որ բան կորցնեք։ Նաև խոչընդոտներ կան այդ օրը, տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Սիրային հարցում է, սա հարաբերությունների հարցում է, սա հարաբերությունների յուրաքանչյուր մարդու հետ դա կարող է լինել, այդ խոչընդոտներ կարող են լինել, համար մի բզբզացեք, ելքը գտեք հանգիստ ճանապարհով։ Եվ ոչ է ուղղություն եք ընտրել, ինչ-որ ուղղություն է, որը ուզում եք անել, այդ օրը, կամ միգուցե այդ օրվանից եք սկսել, այդ օրվանից եք մտածում, տեսնենք լավ է, այդ ուղղությունը այդքան էլ լավ չէ, հատկապես եթե այդ օրը անեք։ Այդ օրը ոչինչ մի սկսեք, միգուցե այս աղվեսն է ձեզ այդ ուղղությունը տալիս եւ ասեք, որտեվ նույն քարտը դուրս եկավ երկուսին էլ։ Դա նշանակում է, որ կարող է աղվեսին լսեք կամ որոշեք խորամանկորեն անել այդ քայլը, բայց կորուստը ձերն է։ Դրա համար ոչ էլ լսեք այդ օրը, որ ասեն ձեզ, հա, սենց արա, էսի ամենաճիշտն է, իմացեք, որ դա ամենաճիշտը չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 18-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք պետական աշխատողի հետ, այդտեղ եւս դա անկավ։ Նաև ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի իրենց չհանդիպեք, կամ ինչ-որ մարդ է, որ ձեզ կօգնի, կայունացնի ձեր վիճակը։ Միգուցե ձեր շրջապատից է, միգուցե նաև ձեր կարող է աշխատանքի հետ է կապված, պաշտոնի հետ է կապված, ինչ-որ կարող նոր պաշտոն է տալիս, կամ հստակեցնում է, որ դու հենց դա ես աշխատելու։ Այնպես որ թույլ տվեք, որ նա ձեզ օգնի, որտեղ ինչ-որ բան ձեզ մոտ կայունացնելու է։ Նաև այդ օրը ոչ է կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, սա նաև հասունություն է, ինչ-որ հարցերի արդեն ուրիշ կերպ կնայեք, ուրիշ կերպ կընկալեք, կզգաք, որ մեծացել եք, արդեն տարիքը կասեք, վայ առաջ սենց բան լիներ, ուրիշ ձև կանեի, հա, ինչ-որ նման ոչը պահեր են։ Եվ սա իհարկե պաշտոն է, լավ շրջապատ է, որ այդ օրը կգտնվեք կամ ինչ-որ մարդկանց մեջ կգտնվեք, որոնք որ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ միգուցե գումարը ունեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 18-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե նոր ընկեր եք ձեռք բերում, միգուցե աշխատանքային ընկերն է, բավականին կարող եք շատ շփվել, խոսել։ Միգուցե աշխատանքի վայրում լինում է ընկերական մթնոլորտ, իր հետ ավելի հավեսով եք, ավելի հավեսով խոսում։ Նաև սա կարող է լինել ռեստորան, կամ ոչ է կինո, ոչ է թատրոն, կամ ընկերոջ հետ գնում եք եւ շատ եք շփվում, կամ ռեստորանում եք նստում, շատ եք շփվում, կամ երեխաներին եք տանում ինչ-որ միտեղ։ Կամ առիթ է սա ռեստորանում եւ կամ ձերն է կամ ձեր ընկերոջն է վերաբերվում։ Շատ շփում, նաեւ բամբասանք դա կարող է լինել։ Կարող եք նաեւ շփվել, խոսել ավելի շատ աշխատանքից։ Աշխատանքային թեմա կարող է լինել։
Ոմանք կարող են նաև պաշտոն ստանալ կամ օգնել, կամ ձեզ օգնեն, որ դուք աշխատանքի ընդունվեք, կամ դուք օգնեք, որ ձեր ընկերը աշխատանքի ընդունվի։ Ու այդ մասին խոսեք, քննարկեք նաև, գուցե ինչ-որ աշխատանքների մասին, ինչ-որ բիզնեսի, ինչ-որ գործերի մասին կարող լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։